Մայիսի 15-ին մենք հանդիպել ենք վարչապետի հետ, գնացինք նույն օրը մարզպետի մոտ, շատ լավ ընդունեց ինքը, խոստացավ ամեն ինչ, բայց մինչև հիմա ոչ մի բան չի արվել, տունը ճարել ենք, խոստացան տան պահով մեզ տեղավորել, մեր առաջնահերթ խնդիրը հիմա տունն է, մենք ապրում ենք մեր փլած տանը, առաջարկեցին դեղորայքային օգնություն, հանգստյան տան ուղեգիր, եթե այդ տղան ի վիճակի չի հովից, սառը տեղից մի թեթև բակում նստի, իրան առողջարան պետք չի հիմա, իրան առաջի հերթին պետք է նորմալ պայմաններով տուն, հոգեկան խաղաղություն, իր առանձին սենյակ ինքը ունենա, մարզպետը տեղյակ է, բայց ոչ մի լուծում էլ չի փորձել, ոչ էլ կապնվել են մեր հետ, եկան, մեր պահանջը լսեցին, գնացին ու 15 օր ոչ մի բան։ Մենք շարունակում ենք մնալ մեր տանը եւ հիմա մեր առաջնահերթ մեր համար տունն է։ Ոչ մի հանգստյան տան մասին խոսք լինել չի կարող։ Իրան ավելի շատ բուժում է պետք արտասահմանում, ոչ թե հանգստյան տուն 12 օրով ստեղ, ինչի պետք է դա։ Մարզպետարանը խոստացել է, բայց իրանք լուռ են, 15 օր անցել, ոչ մի բան չեն անում, չեն կապվում մեր հետ, մեզ չեն կանչում, իրանք չեն գալիս, գնացել են ու գնացել, նույնիսկ վիրավորված ես չուզեցի մի անգամ էլ հանդիպել նորից գալ ստեղ, ինչ է 15 օրը քիչ ժամանակ է, ինչ մի խնդիր է, մեկ տարի մեկ ամիս մենք փողոցում ենք հայտնվել, 15 օրը քիչ ժամանակ է իրանց համար, չգիտեմ, տունը ճարել էինք, ճիշտն ասած մի 3 օր առաջ կար այդ տունը, սպասում են, ասել ենք, որ հավանել ենք, մենք կգանք կմնանք, բայց վարձը պետք է տան, մենք ի վիճակի չենք, հույս ունեինք, բայց հիմա ոչ մի հույս էլ չունեմ, նորանշանակ մարզպետ էր, չգիտեմ, մեր մոտից էր, այնթափ գյուղից է նորանշանակ մարզպետ, ինքը շատ լավ ընդունեց, շատ, բայց ոչ մի արձագանք 15 օրվա ընթացքում։ Վարչապետի հետ հանդիպման ենք եկել, ինքը ասել է, եթե մարզպետը չանի ոչ մի բան, դժգոհ լինեք, խնդրեմ եկեք ես կընդունեմ։ Հիմա եկել ենք, բայց վարչապետին չտեսանք, հանդիպել ենք արտակարգ իրավիճակների նախարարին, մինչև 5 անգամ մոտեցել դիմել եմ, ընդունելության համար պատասխանել եմ, որ քաղաքացիների հետ ընդունելության օր չունի, պարոն նախարարը, բայց իր հետ զրույցից հասկացանք ինքը ասեց, որ ես ունեմ, միշտ էլ ընդունելության օրեր ունեմ, փաստորեն չգիտեմ, ոնց ա եղել, տենց են ասել, ինքը խոստացավ մեզ ընդունել, բայց գնում է 14 օրով գործուղման, կհանձնեմ դիմումա նամակը ընդունելության համար, քանի որ ինքը խոստացել է անձամբ ընդունի, եթե մարզպետը ոչ մի բան չանի։ Այդ հույսով ենք եկել այսօր։